թե նախորդ տարի, թե այս տարի մենք տեսնում ենք, որ մասսայական ոչնչացվում են ծառերը, ընդհանուր ոչնչացվում են ոչ միայն 1-2 կամ մի քանի ծառ, այլ ամբողջ փողոցի ծառերը միառժամանակ, այսպես կոչված փոխարինում են։ Դուք որպես մասնագետ կնշեք, սա հստակ ինչ բնապահպանական կամ միգուցե էկոլոգիական խնդիրների մեզ կկանգնեցնի։ Որպես մասնագիտության բժիշկ նախ առաջին հերթին կասեմ, որ սա հանրային առողջության համար սարսափելի ծանր հետևանքներով շղթայված գործընթաց է, որովհետև քաղաքային կանաչապատումը ոչ գեղեցկության մասին է, ոչ էլ ինչ-որ բանի, քաղաքային կանաչապատումը առողջության մասին է։ Եվ սա բժշկական ոլորտ է, այսինքն կոմունալ հիգիենայի, բնակավայրերի կանաչապատում մի առանձին հատված է։ Եվ այն ինչ որ կատարվում է Երևանում 2023 թվականից ի վեր, երբ որ փողոցի երկայնքով միամոմենտ հանվում են ծառերը, բազմիցս միջազգային ամենահեղինակավոր ուրեմն փորձագետներից մենք եզրակացություններ ենք ներկայացրել, որ չլինի, որ դա ես եմ ասում եւ դա չի ընդունվում եւ այլն եւ այլն։ Մենք վերեցինք եզրակացություն Քեմբրիջի համալսարանից, Ֆրանսիայի լանդշաֆտային ճարտարապետության ասոցիացիայի նախագահից նախկին, ով նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտխորհրդի անդամ էր։ Մենք վերեցինք եզրակացություն Միջին Ասիայի բոլոր կանաչապատման, Միջին Ասիայի բոլոր երկրների կանաչապատման ասոցիացիայի նախագահներից։ Մենք վերեցինք Եվրոարբորիստների միության անդամ միակ ԱՊՀ տարածքում ծառերի փորձագիտական կենտրոնի տնօրեն, ով անում է նաև արտոնագրում Եվրոմիության ուրեմն ստանդարտներին տալիս է այդ վկայականները։ Ցավոք սրտի քաղաքային իշխանությունը ոչ մի աչալրջություն չի դրսևորում եւ չի էլ հասկանում կամ հասկանալով անում, ես չեմ կարող այդ գնահատականը տալ, որ հարավային քաղաքում, ինչպեսին Երևանն է, զրկել քաղաքը, փողոցները տասնյակ տարիներով ծառերից, դա անընդունելի է։ Եվ բացի սրանից հատվում են բարձր սանիտարական արժեք ունեցող ծառեր, թեղի մանրատերևը, ով բոլոր ծառատեսակներից առանձնանում է փոշին նստեցնելու ամենաբարձր ունակությամբ։ Սրանով պայմանավորված է եղել ժամանակին, որ հենց թեղին են ընտրել Երևանի համար, որովհետև շատ փոշոտ էր քաղաքը։ Եվ նրա փոխարեն բերել տնկել Սակուրա, Ալբիցիա, Լենքորանյան, որի նա տարածքը Լենքորանն է, Երևանը եւ Լենքորանը կամ Ղրիմը ունեն շատ տարբեր ուրեմն կլիմայական պայմաններ։ Նույնը վերաբերում է Սակուրային եւ պետք է նշել անպայման, որ այս ծառատեսակները խորհրդային միության ժամանակ խորհրդային միության ֆունդամենտալ գիտական մոտեցումներով ուրեմն հիմնավորված բոլոր գործողությունների պարագայում տնկվել են այգեպուրակային տարածքներում։ Ոչ մի փողոցում Երևան քաղաքում դուք չեք հանդիպի այդ ծառերը։ Ոչ թե նրա համար, որ այն ժամանակ մասնագետները չեն իմացել, որ հուդայածառ կա։ Հուդայածառ կա Ազգային ժողովի բակում, հուդայածառ կա Պուշկինի դպրոցի դիմաց, այդ ծառերը եւ ալբիցիաներին ավերաբերում Օղակաձև զբոսայգում ենք ունեցել ենք այդ ծառերը։ Եվ իմիջիայլոց հիմա 30 տարի հետո այդ ծառերը արդեն չկան, որովհետեւ կյանքի տևողությունը շատ կարճ է։ Այսինքն մենք հիմա բերում ենք դեկորատիվ էսթետիկ հատկանիշներով ծառերը, սանիտարահիգիենիկ հատկանիշներով ծառերի փոխարեն տնկում ենք Երևանի փողոցներում։ Այ ուղիղ դիմացս թեղի մանրատերևն է, որ Երևանի հենց աբորիգեններից է։ Նա է հիմնական ծառատեսակը եղել թեղի, բարդի, հացենի տեսակի ծառերը։ Եվ հիմա մենք մեր ծառերը հանում ենք, բերում ենք անհասկանալի ֆունկցիոնալություն ունեցող ծառերը եւ այդ ծառերը տնկվել են։ Մեզ կազմակերպության տնօրենը 23 թվականին Մոսկովյան փողոցում ասում էր, այ գարնան արդեն ունենալու ենք հատված հացենիների սաղարթը։ Բոլորդ գնացեք տեսեք, ունեք այդ սաղարթը։ Հուդայածառերի վերաբերյալ մեզ ասում են, որ դրանք բարձրաբուն ծառեր են։ Հուդայածառը Մանշտոցի պողոտայում տնկված է 30 տարի այդ ծառը տնկված է։ 2 հարգի բարձրություն ունի։ Այսինքն այդ ծառի մաքսիմալ բարձրությունը դա է, բայց ծառի ստվերը պայմանավորված է նրա բարձրությամբ եւ սաղարթի լայնությամբ, այսինքն հնարավոր չի, որ հուդայածառը, որը երրորդ յարուսի ծառը դեկորատիվ հատկանիշներով, ծածկի այն բացը, որը առաջացել է թեղիների հատման հետևանքով, որոնք ահռելի ստվեր են առաջացնում եւ ունեն հսկայական սանիտարահիգիենիկ հատկանիշներ։ Վարդանյան քիչ առաջ Հանրապետություն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը ասաց, որ այս ակցիան, այսպես ասած, պատվերված ակցիա է դրսից եկող, ասաց ես կմտածեի Չեխիայից, մտածում էի Չեխիայից է քամին փչել, նկատի ունենալով Հայկ Մարությանին, ասաց տեսել եմ մի քանի հավաքանու անդամների, որոնք ակցիայի մասնակցում են, փաստորեն նկատի ունենալով ձեզ եւ ասում է հիմա Ռուսաստանից են քամիները փչել եւ ռուսներն են դուրս եկել փողոց։ Դե Անի Խաչատրյանը ավելի լավ է տեղեկացված, ըստ երևույթին ինքը բարբերաբար այդպես պատմել
եւ ինքը համոզված է, որ եթե մարդիկ ինչ որտեղ հավաքվել են, ուրեմն դա ինչ որ պատվեր են կատարում։ Ի տարբերություն Անի Խաչատրյանի, իմ կյանքի 30 տարին անցել է կանաչապատման ոլորտում եւ սա կոպիտ միջամտություն է ոլորտից եւ կողքից մնալ եւ որևիցե ձևով չարձագանքել այն ամենին, ինչ որ կատարվում է Երևան քաղաքում, ուղղակի մասնագիտական առումով անընդունելի է։ Իսկ Անի Խաչատրյանի ասածները առհասարակ եւս քննարկման չեմ ուզում ուրեմն դնել, որովհետեւ դա այն հարցը չի, որի շուրջ կարելի է ինչ որ ծավալել բանավեճ։ Նկատի ունի Մարությանի հորդորով են քաղաքացիները հավաքվել այստեղ։ Դե Անի Խաչատրյանը Մարությանի հետ խնդրեմ ունի շատ երկար տարիներ, մենք հիշում ենք նախորդ ավականու նաև անդամ եմ ես եղել եւ ես հիշում եմ այն թատրոնները, որոնք որ կային։ Անverջ ինքը տալիս է Հայկ Մարությանի անունը, երևի ինչ որ խնդիր ունի Հայկ Մարությանի հետ եւ չի կարողանում իրացնել որևիցե ձևով։ Տիկին Վարդանյան, այստեղ հավաքված են ավելի շատ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, հայերը բավականին քիչ են։ Միթե ռուսները ավելի շատ են մտահոգվում մեր քաղաքի վիճակով, քան հայերը։ Ես կարծում եմ, որ այստեղ հարցը ոչ թե նրանում է, որ ռուսները ավելի մտահոգ են, ուղղակի Ռուսաստանի Դաշնությունում շատ ավելի կանոնակարգված են բոլոր աշխատանքները, որոնք իրականացվում են կանաչ ֆոնդի հետ։ Եվ նման տիպի ակցիա, նույնիսկ մեկ ծառի հետ կապված, դա արդեն դատախազության դեպք է։ Կազանում մի անգամ հատել էին տարեց մի ուռենի, որի նկատմամբ շատ մեծ սեր ունեին քաղաքացիները։ Եվ այնպիսի աղմուկ եղավ ամբողջ ԱՊՀ տարածքում, քանի որ իմ մասնագիտական ոլորտն է, ես տեղեկացված էի, որ քաղաքապետի հրաժարականն էին պահանջում մեկ ուռենու համար, նույնիսկ դուք հիմա համացանցում կարող եք փնտրել եւ այդ դեպքը կտնակ։ Եվ դրանից հետո քաղաքապետը հրաման եւ իր մոտեցումները կանաչապատման ոլորտին բացարձակապես փոխեց եւ հիմա այդ քաղաքը Ռուսաստանի Դաշնության ուրեմն որակ թելադրող եւ կանաչապատման մեջ մոտեցումներ թելադրողն է եւ տարեկան նրա եթե մեր քաղաքապետարանը այդքան գորգորում է որ 3 տարում 35 հեկտար ենք տվել, Կազանը 1 տարվա ընթացքում տալիս է 350 հեկտար, այսինքն իրանք հասկանում են ինչ է իրանից ներկայացնում կանաչապատումը եւ մի բան եմ ուզում ավելացնեմ, օրերս ֆակտորը մի հատ նյութ էր դրել, որ Ֆրանսիան հասել է ծառերի ծածկույթը ընդհանուր օգտագործման կանաչ դարածների մինչև 26%։ Այն պարագայում, որ Եվրոպայում այդ ցուցանիշը 40% է, 41։ Երևանում մեր ցուցանիշը 4% է եւ այդ 4%-ի պարագայում մենք դուրս ենք եկել եւ հատում ենք փողոցների ծառերը, իսկ փողոցների կանաչապատումը դա քաղաքի բնաէկոլոգիական կմախքի ոչնչացումն է։ Սա վերականգնել չի լինելու։ Դուք կարող եք այգում ինչ-որ ծառեր փոխեք։ Դուք կարող եք տասնյակ հազարավոր դոլարներ ծախսել եւ այս հիմարությունը անել կանաչապատ քաղաքապետարանի դիմաց։ Եվ սա ինչ-որ ազդեցություն չի ունենալու, բացի այն, որ խեղճ կրացած օր ու գիշեր այստեղ ամռանը ծաղիկ են մշակում, բայց փողոցների կանաչապատումը սա լրիվ ուրիշ էֆեկտ ունեցող հանրային առողջության տեսանկյունից խնդիր է եւ սա այսպես ուրեմն թողելը շատ վտանգավոր է երևանցիների կյանքի եւ նորածին երևանցու առողջության համար։